Պարտիրոջ է, բայց այնուամենայնիվ ես կուզենայի իրար հետ միասին մենք գործ կառաքելոց 8-րդ գլխից համառոտ վերլուծություն անենք։ Գործ կառաքելոց 8-րդ գլուխ։ 8-րդ գլուխը սկսվում է այն բանով, որ հալածանքից հետո գրված որ մեծ հալածանք եղավ այն օրերում։ Եվ Երուսաղեմում լինող եկեղեցու վրա եւ ամենքը ցրվեցին Հրեաստանի եւ Սամարիայի երկրների միջև։ Դուք հիշում եք մեծ պատվիրանը։ Տերը երկրից վերանալուց առաջ մեծ պատվիրան տվեց։ Գործ կառաքելոցի մեջ էլ կա, ավետարաներում էլ կա, գործ կառաքելոցի մեջ ասում է, որ գնացեք ավետարանը քարոզեք Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում եւ մինչև աշխարհի ծայրերը։ Հիմա վերը գնացել էր, առաքյալներն սկսել էին իրենց ծառայությունները, Պենտեկոստեն եղել էր ու Սուրբ Հոգու զորությամբ ու կրակով լցված կարճ ժամանակում, շատ կարճ ժամանակում ամբողջ Երուսաղեմում նրանց ձայնը նրանց վերջապես մասին լսվեց, տեղեկացան։ Ուր որ գնում էին, ասում էին, այս աշխարհը խանգարողները, այս աշխարհը ես իմ միջանորը ստեղել են հայտնվել ու զարմանում են, բայց հնար չկար, որովհետև աշակերտները Սուրբ Հոգով լցված, կրակով լցվել էին ավետարանի պատգամը փոխանցելուն։ Կարճ ժամանակ հետո ամբողջ Երուսաղեմում հայտնի դարձան։ Հետո Հրեաստանում ճանաչում գտան։ Եվ այդ պատճառ դարձավ, որպեսզի մեծ հալածանք սկսվի եկեղեցու դեմ։ Եվ այդ հալածանքից շատերը փախան տարբեր տեղեր, տարբեր վերջապես տարածաշրջաններ, ավետարանի պատգամը, բայց ոչ թե փախան, որպեսզի ապահով լինեն, ոչ թե փախան, որպեսզի հանգիստ լինեն, այլ այդ փախած ժամանակ էլ օտար երկրում, օտար հողի վրա, օտար տեղում մենք տեսնում ենք, որ նրանց համար ոչ մի վտանգ չկար, նրանք վախ չունեին, ավետարանի պատգամը հստակ քարոզում էին։ Ու գրված է, որ Փիլիպոսն էլ գնաց վերջապես Սամարիայի մի քաղաք մտավ։ Եվ գրված է Գործ կառաքելոց 8-րդ գլուխ 4-րդ համարից։ Իսկ ցրվածները ման էին գալիս խոսքն ավետարանելով, եւ Փիլիպոսը իջավ Սամարիայի մի քաղաք եւ Քրիստոսին էր քարոզում։ Իջավ Սամարիայի մի քաղաք հալածանքից, նեղություններից, դժվարություններից ապահով լինելու համար, ոչ, նա արեց այն, ինչի համար հալածվել էր, ինչի համար փախել էր, ինչի համար դուրս էր եկել, եւ հիմա Սամարիայում էր հայտնվել ու այդ վտանգից փախած ժամանակ, նեղությունից, հալածանքից փախած ժամանակ անգամ նա անում էր այն, ինչ անում էր մինչև այդ, այսինքն նա Քրիստոս էր քարոզում նրանց։ Ժողովուրդներն էլ միաբանական չէին դնում Փիլիպոսի խոսքերին, լսելով եւ տեսնելով այն նշանները, որ անում էր։ Զարմացած էր այդ ժողովուրդը, որովհետեւ ոչ միայն խոսում էր Փիլիպոսը, այլ նաեւ նշաններ ու հրաշքներ էր կատարվում նրա միջոցով, որովհետեւ պիղծ ոգիներ ունեցողներից շատերից մեծաձայն աղաղակելով դուրս էին գալիս։ Պիղծ ոգիները մեծաձայն աղաղակելով շատերից դուրս էին գալիս։ Եվ շատ անդամալույսներ ու կաղեր բժշկվում էին, եւ մեծ ուրախություն եղավ այն քաղաքում։ Տեսեք, զարմանալի բան էր կատարվում։ Անդամալույսները բժշկվում էին, կաղերը քայլում էին, վերջապես մեծ նշաններ ու հրաշքներ էր կատարվում, որովհետև Փիլիպոսը անում էր այն, ինչ հանձնարարել էր իր Տերը։ Իր կենդանության ժամանակ նա ասել էր, որ գնացեք ավետարանի պատգամը տարածեք Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում եւ մինչև աշխարհի ծայրերը։ Հիմա Փիլիպոսը հայտնվել է Սամարիայում եւ անում է այն գործը, ինչի համար հալածվել էր։ Գիտե շատ անգամներ մենք երբ որ նեղությունների, դժվարությունների հալածանքի առջև ենք կանգնում, մենք լռում ենք, մենք վերջապես մտածում ենք ապահով լինելու մասին, մենք ճանապարհներ ենք որոնում, որպեսզի մեր վրա դժվարություններ, նեղություններ չգան, շատերը վերջապես իրանց ընտանիքներից, շատերը իրանց ընկերական միջավայրից, շատերը իրանց հարևաններից, բարեկամներից եւ իրանց միջավայրից, բայց Փիլիպոսը ոչ մի բանի առաջ չկանգնեց, նա շարունակում էր ավետարանի պատգամը, Աստծո խոսքը, Քրիստոսի խոսքը հռչակել, հրատարակել եւ ասել է ժողովրդին Սամարիայի մեջ
ու մեծ նշաններ էր կատարում, կրկնում եմ, որովհետև պիղծ ոգիներ ունեցողներից շատերից այդ պիղծ ոգիները մեծ աղաղակով դուրս էին գալիս։ Անդամալույսներ գալիս էին ու առողջացած, բժշկված գնում իրանց տուն։ Կաղերը սկսում էին համարձակ քայլել եւ մեծ նշաններ ու հրաշքներ էր լինում։ Պատկերացնում եք ինչպիսի զորավոր, ինչպիսի օրհնաբեր միջավայր էր Փիլիպոսի համար, Սամարիայում գտնվել այդ վիճակի մեջ, այդ պիկի ժամանակը, այդ արդյունքների, այդ գերազանց վիճակի մեջ հայտնվելով ու մի մարդ էլ ասմակար Սիմոն անունով մոգեր ու զարմացնում էր իր նշաններով, բայց երբ որ տեսան Փիլիպոսին գրված է հավատում էին Փիլիպոսին, մկրտվում էին շատերը։ Այդ Սիմոն Մոգն էլ ինքն էլ մկրտվեց, որովհետև տեսավ այն նշանները, որ Փիլիպոսը համարձակ անում էր ու գնաց ինքն էլ ինչ որտեղ հավատաց, բայց ավելի շատ գնաց, որովհետև ուզում էր այդ նշաններն ու հրաշքները իր միջով էլ կատարվեին։ Եվ երբ որ աշակերտները լսեցին Սամարիայի արթնության մասին գրված, ուղարկեցին այնտեղ առաքյալներից ու նրանք գնացին, աղոտ կարին ձեռ դրեցին ու լցվեցին Սուրբ Հոգով, սկսեցին օտար լեզուներ խոսալ եւ Սիմոնը տեսնելով այդ ինքն էլ ցանկացավ փողել բերեց Պետրոսին ասավ այս տալիս եմ քեզ ինձ այդ շնորհը տվեք որպես ես էլ ում վրա ձեռ դնեմ Սուրբ Հոգին առնի նա չխնայեց այդ ֆինանսները բերեց որովհետեւ գիտեր եթե այդ շնորհը իր վրա լինի դրանով ավելի մեծ փող կաշխատի ու նա կարծում էր որ առաքյալները այդ եկամուտի փողի կամ եսիմ ինչ պատճառներից ելներով են դա անում ու Պետրոսը ասավ ես քեզ մաղձի դառնության ու անիրավության կապանքների մեջ եմ տեսնում ապաշխարիր աղոտ կարա որ Աստված քո վերջապես այդ մեղքերը ների Սիմոն ասավ դուք աղոտ կարեք ինձ համար եւ զարմանալին կատարվում է ավելի ուշ բայց երբ որ հավատացին Փիլիպոսին որ ավետարանում էր Աստծո արքայության եւ Հիսուս Քրիստոսի անունի մասին ամենքն էլ մկրտվում էին թե մարդիկ եւ թե կանայք Եվ Սիմոնն ինքն էլ հավատաց ու մկրտվեց։ Շատ այդ ժողովուրդը սկսել էր աչք ու ձախ մկրտվել, որովհետև հավատում էին այն խոսքերին, որ Փիլիպոսն էր ասում։ Եվ այդ բարձունքին հասած ժամանակ, պատկերացնում եք, եկեղեցում զարմանալի հրաշքներ կատարվեն։ Անդամալույսներ ոտքի կանգնեն, կաղերը սկսեն վազել, պիղծ ոգիներ ունեցողներից աղաղակելով այդ ոգիները դուրս գան։ Ով որ հովիվը չի ուզի այդպիսի եկեղեցում լինի, որ հովիվը չի ուզի այդպիսի եկեղեցի ունենա, որ վերջապես հիվանդը գա ու առողջ գնա, հիվանդը չգա ու հիվանդ գնա, գա առողջ գնա, պիղծ ոգիները վերջապես մաքրվեն պիղծ ոգիներից, անդամալույսներ, կաղեր, վերջապես խուլեր, կույրեր, ցանկացած հիվանդությունից մարդիկ բժշկվեն, ինչքան լավ կլինի, շատ ապահով, շատ ցանկալի մի միջավայր կլինի եւ կարծում եմ որ ոչ մի հովիվ չի ցանկանա այդ միջավայրից դուրս գալ, այդ միջավայրից գնալ, կուզենա այդ օրհնությունները վայելի, տեսնի այդ ազատագրումներն ու ուրախանա։ Ու Փիլիպոս այդ վիճակի մեջ էր, այդպիսի մի միջավայրում էր հայտնվել ու Աստված զարմանալի ձևով հրաշքներ էր անում։ Բայց հանկարծ այդ գագաթնակետին հասած ժամանակին Աստծո խոսքը գալիս է Փիլիպոսին։ Աստված Աստծո հոգին խոսում է Փիլիպոսին ու ասում է. Փիլիպոս, հերիք է ուրախանաս, հերիք է այդ միջավայրը վայելես, հերիք է այդ վերջապես ամեն բաները հրաշքներ ու նշանները տեսնես։ Հիմա վեր կաց ասում է եւ Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպոսին եւ ասաց. Վեր կաց եւ գնա հարավային կողմը, այն ճանապարհը, որ Երուսաղեմից իջնում է Գազա, որ ինչա անապատ է։ Պատկերացնում եք այդ հրաշքների, այդ զորությունների Սուրբ Հոգու այդ բացահայտ արկայությունից հանկարծ Աստծո հրեշտակը Փիլիպոսին ասում է գնա միտեղ, որտեղ այդ ամենը չկա, ոչ միայն այդ ամենը չկա, այլ անապատ է, ընդհանրապես բնակչություն չկա, ընդհանրապես կենթանություն չկա, անապատ ազոր։ Դուք գիտեք ինչ է անապատը, պետք է տեսնեք, ասելով մենք գիտենք, բայց պիտի տեսնեք, որ հասկանաք։ Շատ անգամներ, երբ որ մենք նահանգներով տեղից տեղ են գնում, շատ անապատ վայրեր կան, որտեղ միայն կակտուսներ են, շատ այսքան փշերով, որ բոտել չես կարող գնալ, անապատ, ծայրից ծայր։ Ընդհանրապես Կալիֆոռնիայում փետրվարին սկսում է կանաչել, շուրջ բոլորը կանաչա, գեղեցիկ բան։ Ապրիլին այդ ամենը միանգամից դեղին առ։
անապատ։ Միայն քաղաքի մեջ են ծառեր բաներ, որ արդեն դրած է, դեկորացիա արած է, նրանք կանաչ, որտեղ անդադ ջրվում են։ Բայց մնացածը ամենը դեղին է ընդամենը ապրիլի վերջը մինչև։ Ապրիլի վերջին արդեն ամեն բան դեղին է։ Ինչու, որովհետև անապատային միջավայր է։ Անապատը մի վայր է, որտեղ ոչ մեկը չի ցանկանա մնալ, ոչ մեկը չի ցանկանա հանկարծ օրհնությունների, զորությունների, ասո բացառիկ ներկայությունից մի անապատ վայր գնա։ Կարծում եմ ոչ մեկը չեն կուզի։ Օրինակ մեկը ես էլ չեմ ուզենա հայտնվեմ մի անապատ վայրում, ինձ համար հաճելի է եկեղեցում լինել, ձեզ հետ շփվել, հաղորդակցվել, ինչ որ բաներ տեսնել, չնայած այդքան մեծ նշաններ ու հրաշքներ չկա, բայց հաճելի է լինել մի վայրում, որտեղ Աստծո ժողովուրդն է։ Ես արդեն 7-8 տարի Ամերիկայում եմ, ես չեմ կարողանում այնտեղ հաշտվել, չեմ կարողանում։ Եվ ի վերջո իմ նպատակը այնտեղ մնալը չի։ Ես մի օր Արմանին ասի, տղա ջան, ես այստեղ մեռնելու նպատակ չունեմ։ Ես եթե մեռնեմ, պետք է Հայաստանում մեռնեմ։ Ինքը կատակի տվեց, ասա, պապ ջան, հետ չմտածես, հենց որ մեռար, քեզ կտանեմ Հայաստան։ Ասեմ, լսի, ինձ մեռած Հայաստան գնալ պետք չի։ Ես ուզում եմ կենթանի Հայաստանում լինել եւ այնտեղ մեռնել։ Այդքան ցանկալի է, չնայած այնտեղ ամեն բան ապահով է, ոչ մի բանի կարիք գրեթե չունես, սոված չես մնա ինչքան էլ նեղության, դժվարությամբ կամ քիչ փող ունենա, սոված չես մնա։ Բժշկությունը ձերիա դեղերդ բերում են, ամեն ինչ լավ է, բայց այն միջավայրը, որ դու սովոր ես, այն միջավայրը, որ քոնն է, այդ միջավայրը դու միշտ ցանկանում ես։ Հատկապես ինչքան մեծանում է մարդ, այնքան էլ ավելի իր հողը, իր հայրենիքը, իր եկեղեցին, իր ժողովուրդը ձգում են, կանչում են։ Դա այդ բնական է։ Նենց որ երիտասարդներ ջան, դուք փափագում եք, երազում եք, մտածում եք մեծ երկրներ գնալ, հարուստ, ուրախ, լավ տեղեր գնալ, որոշները Եվրոպա, որոշները նահանգներ, որոշները աշխարհի տարբեր ծրեր մտածելով, որ այնտեղ օրհնություն կգտնեն։ Օրհնությունն այնտեղ է, որտեղ դու ծնվել ես, որտեղ դու վերջապես մեծացել ես։ Կանցնեն տարիներ, ուզես չուզես, քո հոգին դեպի հայրենիք հաձգելու, քո վերջապես ներքին մի բան քեզ կանչելու է, անբացատրելի մի բան, ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ է, բայց դա անբացատրելի է, որ ինչքան մեծանում ես, այնքան ցանկանում ես լինել այնտեղ, որտեղից դուրս ես եկել։ Եվ հիմա ոչ մեկը չենք ցանկանա, անգամ այդքան շատ նշաններ ու հրաշքներ չլինող, պարզապես ասենք նստել եւ Աստծո խոսքը լսել եւ վերջապես ուրախանալ Աստծո ժողովրդի հետ, ու ոչ մեկը չի ցանկանա այդ միջավայրից հանկարծ անապատ գնա։ Անապատ, որտեղ որևէ կապ չկա, որևէ հաղորդակցություն չկա։ Ու հանկարծ Աստված Փիլիպոսին ասում է, վեր կաց ու գնա այս ճանապարհը, որը անապատ է։ Ու նա ինձ համար զարմանալի է, ես ուղղակի չեմ կարողանում իմ վերջապես մեջ հասկանալ, ընկալել, ինչ էր մտածում այդ ժամանակ Փիլիպոսը։ Երբ որ կարդում եմ, երբ որ Տեր ասա վեր կաց գնա այդ Գազա եւ անապատը, եւ նա վեր կացավ գնաց ուղղակի առանց որևէ ձայն հանելու, առանց որևէ պատճառ հարցնելու, առանց որևէ վերջապես ինչ որ բացատրություն պահանջելու, գրված է վեր կացավ ու գնաց։ Սա զարմանալի մի բան է, մարդը չի կարանել։ Գիտեք ինձ համար ինչու ասա զարմանալի, որովհետև եկեղեցու մեջ, երբ որ մեկին մի ծառայություն ես տալի, ու մի քանի թեկուզ տարի կամ մի քանի ամիս ծառայում է, ու երբ որ հանկարծ այդ ծառայողին ասում ես, այդ ծառայությունը թող վեր կաց գնա այստեղ, նա դժկամությամբ, դժվարությամբ է դա տանում, չի կարողանում համակերպել այդ մտքի հետ։ Շատերն էլ թողնում են եկեղեցին, որովհետև այդ ծառայությունը չունեն։ Եվ ահա մի եթովպացի մարդ, եթովպացիների կանթակաթակուհու ներքինի մի իշխան, որ նրա բոլոր գանձերի վրա էր, որ եկել էր Երուսաղեմ երկրպագություն անելու եւ ետ դառնալիս իր կառքում նստած կարդում էր Եսայիա մարգարեի գիրքը, հոգին էլ Փիլիպոսին ասաց. մոտեցիր եւ հասիր այդ կառքին։ Եվ Փիլիպոսն առաջ վազելով լսեց, որ Եսայի մարգարեի գիրքն է կարդում, եւ ասեց. հասկանում ես արդյոք կարդացածը։ Նա էլ ասեց. ինչպես կկարողանամ, եթե մեկը չառաջնորդի ինձ։ Եվ Փիլիպոսին աղաչեց, որ վեր ելնեն նստե նրա մոտ, եւ գրքի պարունակությունը, որ կարդում էր այս էր։ Պատկերացնում եք այդ
Նորից կրկնում եմ, եկեղեցի օրհնության գագաթնակետին Սուրբ Հոգին նրան մղում է, տանում է անապատ։ Տանում է անապատ, որովհետև այդ անապատով մի մարդ էր անցնում, Եթովպացի մի մարդ, որ վերջապես այդ քաղաքի իշխանուհու գանձապետն էր ու ամեն հարստությունը նրա ձեռքին էր։ Ու այդ մեկ մարդու համար Փիլիպոսին ասում է, թող այդ ամենը ինչ որ կատարվում է հիմա եկեղեցում եւ գնա այնտեղ անապատ, որտեղ մի մարդ կա, որ կարիք ունի Աստծո։ Այսինքն Աստված հետաքրքրված է մեկ մարդով անգամ, ոչ միայն եկեղեցով, ոչ միայն խմբերով, ոչ միայն վերջապես ինչ որ հարանվանություններով կամ վերջապես ինչ որ միություններով, այլ մեկ մարդով Աստված հետաքրքրված է։ Եվ այդ մեկ մարդը, եթե դու ես Աստված հետաքրքրված է քեզանով, եթե դու որոնումների մեջ ես, նրան ուզում ես գտնել, նա հետաքրքրված է քեզանով եւ ուզում է, որպեսզի գտնի քեզ։ Նա ուզում է, որպեսզի դու ճանաչես իրեն, որպեսզի դու կարողանաս նրա ճանապարհները ճանաչել Մովսեսի նման։ Մովսեսը ասավ, երբ որ Աստված իրան պետքա տեղափոխել, ասավ, Տեր Աստված, եթե դու ինձ հետ չես գալու, մեզ հետ չես գալու, ինձ այստեղից մի հանի, որովհետև ես չեմ ուզում լինել միտեղ, որտեղ քո ներկայությունը չկա։ Հաջորդը, որ Մովսեսը խնդրեց, սա էր, ճանաչացրու ինձ քո ճանապարհները, Տեր։ Չնայած նա գիտեր, Աստծո հետ հաղորդակցվում էր, բայց կարիք ուներ կրկին նրա ճանապարհներն ամբողջապես հասկանալու։ Եվ երրորդը, որ Մովսեսը խնդրում էր Աստծուց, դա նա էր, քո փառքը ցույց տուր ինձ։ Եվ Աստված ասավ, իմ փառքը տեսնողը չի կարող ապրել, դրա համար ես քեզ միտեղ կդնեմ, որտեղով ես կանցնեմ ու դու ինձ հետևից կտեսնես, բայց ինձ դեմքից չես տեսնի, որովհետև ինձ դեմքից տեսնելուց հետո դու չես կարող ապրել։ Այդքան սուրբ է Աստծո ներկայությունը, այդքան վերջապես զմայլիչ է, այդքան գրավող է, այնքան վերջապես զորություն կա, որ ոչ մեկը չի կարող տեսնել ու անտարբեր մնալ, ով որ դեմքից տեսնելով ասավ կմահանա։ Դրա համար դրեց մի խոռոչում եւ ինքը անցավ ու Մովսեսը հետևից տեսավ նրան։ Այսինքն Մովսեսը այդքան Աստծուն մոտիկ լինելով հանդերձ կարիք ուներ անդադար նրա հետ լինելու, կարիք ուներ նրա ճանապարհները ճանաչելու, կարիք ուներ որպեսզի Աստծո փառքը ինքը տեսնի, որ ել ավելի կարողանա զորավոր կյանքով ապրել։ Դա կրկնում եմ, Աստված Փիլիպոսին ուղարկեց անապատ, որովհետև մի մարդ կար այնտեղ, մի ներքինի մարդ անձնավորություն, որ փափագում էր, ման էր գալի, որոնում էր Տիրոջը։ Այնպես որ եթե դու այստեղ ես ու այդ ծարավը ունես նրան տեսնելու, նրա ճանապարհը ճանաչելու, նրա փառքը տեսնելու, նա հետաքրքրված է քեզանով, նա ուզում է ճանաչացնել քեզ, որովհետև նա այնքան հետաքրքրված էր Եթովպացիով, որ Փիլիպոսին եկեղեցու այդ օրհնության ամենագագաթնակետին հասած ժամանակ դուրս բերեց նրան, որպեսզի հանդիպի այդ Եթովպացուն։ Ու նա կարդում էր Եսայի մարգարեության գիրքը ու Փիլիպոսը սկսեց առաջնորդել նրան դեպի Աստված։ Եվ գրքի պարունակությունը, որ կարդում էր, այս էր. ինչպես ոչխար տարվեցավ մորթվելու, ինչպես գառն իր խուզողի առաջ լուռ կացած, այնպես չի բանում իր բերանը։ Նրա խոնարհությունով նրա դատաստանը վեր առնվեցավ։ Նրա ցեղը ով պիտի պատմի, որովհետև նրա կյանքը երկիցս վեր է առնվում։ Նաև ներքինին պատասխանեց Փիլիպոսին եւ ասեց. աղաչում եմ քեզ, մարգարեն սա ում համար է գրում, ասում, իրեն համար, թե մի ուրիշի համար։ Փիլիպոսն էլ իր բերանը բացեց եւ գրքից սկսեց Հիսուսն ավետարանեց նրան։ Երբ որ ճանապարհում գնում էին, եկան մի ջրի մոտ եւ ներքինին ասաց. ահա ջուր, ինչ է արգելում ինձ, որ մկրտվեմ։ Եվ նրան ասեց Փիլիպոսը. եթե բոլոր սրտից հավատում ես, կարելի է։ Եվ նա պատասխանեց եւ ասեց. հավատում եմ, թե Աստծո որդին է Հիսուս Քրիստոսը։ Եվ հրաման տվեց, որ կառքը կանգնի եւ երկուսն էլ իջան ջուրը, Փիլիպոսը եւ ներքինին։ Եվ նա մկրտեց նրան, եւ երբ որ ջրից դուրս եկան, Տիրոջ հոգին Փիլիպոսին հափշտակեց եւ ներքինին այլևս չտեսավ նրան։ Եվ նա ուրախությամբ գնում էր իր ճանապարհը։ Եվ Փիլիպոսը գտնվեց Ազովտոսում եւ ման էր գալիս ավետարանում էր ամեն քաղաքների մեջ, մինչեւ որ եկավ Կեսարիա։ Այս ներքինին գնացել էր Երուսաղեմ, որպեսզի երկրպագի, բայց Երուսաղեմում մեկը չէր եղել, որ նրան Քրիստոսին առաջնորդի։
Բայց քանի որ նրա սրտի փափագը մեծ էր, Աստված այնուամենայնիվ Փիլիպոսին ուղարկեց անապատ ու նա վկայեց եւ նա ընդունեց Տիրոջը, մկրտվեց եւ ուրախացած սրտով գնաց։ Եվ շատերը ասում են, որ ներքինին, որը աֆրիկացի էր, դարձավ Աֆրիկայի առաջին ավետարանիչը, որովհետև գնաց Աֆրիկա եւ ամբողջ Աֆրիկայով մեկ Աստծո խոսք սկսեց տարածել։ Այսօր Աֆրիկայի շատ երկրներում աֆրիկական զարմանալի ձևով Աստված շարժվում է, զարմանալի ձևով նշաններ, հրաշքներ, մեռելներ անգամ հարություն են առնում եւ ասում են այդ ամենի հեղինակը նա էր, ով լսեց Աստծո կանչը, ով թողեց իր բոլոր ծառայությունները, թողեց եկեղեցին իր օրհնությունների գագաթնակետին ու գնաց անապատ, որպեսզի գտնի ներքինին։ Եվ նա է պատճառը այդ մեծ արթնության։ Սիրելիներ, դու կարող ասեք, դե Փիլիպոս առաքյալ մարդ էր, վերջապես օրհնություններով լիքը դրամերել Աստված առաջնորդեց ինձ։ Ես ով եմ։ Մի ջախջախված եղեք եմ, մի պրպլացող պատրույգ եմ, ով իմ ձայնը կլսի, ով ինձ տենց բան կանի։ Ես ուզում եմ քեզ ասել, որ Աստված որոնում է ջախջախված եղեգներին, որ Աստված որոնում է պրպլացող պատրույգներին։ Եթե մենք նայենք Աստծո խոսքը, այն բոլոր հերոսները, զարմանալի ձև բոլոր հորեցները ժամանակին նմանվել են պլպլացող պատրույգի կամ ջախջախված եղեգի։ Բոլոր ներթերությունների ու սխալների մեջ են եղել, բայց Աստված նրանց զորավոր մարդ է դարձրել։ Այնպես որ հույսդ մի կտրի, այնպես որ մի մտածի, որ դու զուտ նրա համար ես եկել ես Աստծո խոսքն Տիրոջը ընդունել ես, եկեղեցի ես գալի աղոթում ես, քո փրկությունը ապահովված է, հանգիստ կարող ես նստել։ Աստված քեզ դրա համար չի կանչել։ Աստված քեզ պլպլացող պատրույգից վերջապես լավ լույս չի դարձրել կամ ջախջախված եղեգից, որից շվի են պատրաստում, ավելի ամուրը չի դարձրել միայն դրա համար։ Նա ծրագիր ու նպատակ ունի քեզ համար։ Նա վերջապես Գեդեոնի պես երկչոտ մարդուն, վախկոտ մարդուն դարձրեց հզոր մի անոթ, որը դարձավ Իսրայելի ազատագրման պատճառ։ Նա վախեցած ցորեն էր ծեծում, որպեսզի իր ընտանիքին մի կերպ ապահովի ու հենց այդ պահին Աստված հայտնվում է նրան ու ասում է. Տերը քեզ հետ է ով զորավոր։ Զարմանում է, ինձանից ինչ զորավոր, ես վախից թաքնված ցորեն գարի եմ ծեծում, որ մի կերպ ընտանիքիս ապահովեմ, իսկ ինձ զորավոր են ասում։ Այո, նա զորավոր էր, որովհետև Աստված նրան զորավոր էր տեսնում։ Աստված ամեն մեկիս, որի կանչ ունի ամեն մեկիս համար, եւ այդ կանչը նրան վերջապես թույլ տկար պլպլացող պատրույգի կամ եղեգի համար չի, նրա կանչը զորավոր մարդու համար է, ու դու թեկուզ եւ դու քեզ տեսնում ես, այդ ջախջախված, այդ պլպլացողը նա քեզ զորավոր մարդ է տեսնում, որովհետեւ այն թանկ մարգարիտը, որ նա դրել է քո հողե անոթի մեջ, քո այս անոթի մեջ, այդ մարգարիտը իզորու է քեզ կրակ ու բորձ դարձնելու, իզորու է քեզ հաղթական դարձնելու։ Բերեք նայենք Հակոբին, այդ խաբեբային Աստված ինչ դարձրեց։ Բերեք նայենք վերջապես Դավիթին։ Դավիթը զորավոր էր, բայց սխալ թույլ տվեց, նա մի օր չգնաց պատերազմի ու հայտնվեց մեղքի մեջ։ Նա շնության մեջ հայտնվեց, բայց Աստված ներեց այդ շնությանին, վեր բարձրացրեց այդ վիճակից եւ զորավոր մի թագավոր դարձրեց, որ նրա սերունդը հավիտենական սերունդ համարվեց ու նրա սերունդից Հիսուս ծնվեց։ Այսպես կարող է Աստված քեզանից այդ պլպլացող պատրույգից զորավոր մի ջահ սարքել, կարող է այդ եղեգից հզոր մի գավազան սարքել իր փառքի ու իր անվան համար։ Դու գուցե մտածում ես, ես թույլ եմ ու տկար եմ, բայց Աստված տկարներին է օգտագործում։ Աստծո ժողովուրդը շրջապատված էր թշնամու կողմից, պաշարել էին, նեղություն էին գցել, սով էր Սամարիայում, սով էր վերջապես զարմանալի ձևով, արդեն ամեն բան վերջացած էր, ամեն ճար էլ չկար, եւ այդ ծովի ժամանակ գրված է, քաղաքի մոտ 4 բորոտ մարդ էին ապրում։ Նրանք այդ բորոտները մտածեցին ու ասեցին, ստեղ մնանք, մեռնելու ենք, գնանք քաղաք, էլի մեռնելու ենք, գնանք թշնամու մոտ, գուցե այնտեղ ինչ որ բան գտնենք կամ վերջապես ապրենք, եթե մեռնելու ենք, թող անտեղ մեռնենք, ինչ տարբերություն։ Ու վեր կացան գնացին քաղաք։ Զարմանալի է, որ հասան բանակի այդ սկզբին, տեսան շատ բաներ կա, շախտված, ցրված իրեր,
ու մարդ չկա։ Մտան այդ վրաններից մեկը տեսան դատարկ կա, բայց ամեն ինչ կա։ Լավ կերան իրանց համար խմեցին, երևի ոսկի մոսկի էլ կար, վեր կալան, վերին պահեցին, հետո մտան հաջորդ վրանը էլի նույնը ու հանկարծ իրանց մեջ մտածեցին, այս լավ չենք անում, սա ճիշտ չի։ Գնանք քաղաք ասենք, որ ինչ է կատարվում։ Եկան քաղաք ու ասեցին, որ սենց գնացել ենք այդ բանակի մեջ թշնամու ու այնտեղ մարդ չկա, բայց ինչքան ասես հարստություն կա։ Թագավորը անգամ կասկածեց, ասավ, բերեք ասեմ ես ձեզ դրանք ինչ են անում։ Դրանք մտածում են, որ մենք սոված ենք, ուզած չուզած դուրս ենք գալու, որպեսզի որոնենք ապրելու միջոց եւ հետ ենք հաշվել, որպեսզի հենց մենք դուրս գանք, իրանք մտնեն, գրավեն ու մեզ էլ գերիվարեն։ Բայց այնտեղ մի իմաստուն մարդ կար, ասավ, քաղաքում ինչքան որ ձիկա է, ցախ վերջացել, ինչքան որ կա մի քանի հատ, բերեք մի քանի հատներ, ինչ տարբերություն պիտի սովից մեռնեն, ուղարկենք տենակ այդ ինչ է կատարվում։ Ուղարկեցին, տեսան, որ մինչև այդ գետը հա կարծեմ գնացին, տեսան, որ թշնամին սաղ ճանապարհը իրեր աշախտված ու գնացել են 4 բորոտներ, ովքեր համարձակվեցին գնալ թշնամու բանակ։ Այդ 4 բորոտների ոտքի ձայնը ինչ կլինի։ Բորոտը դուք գիտեք արդեն կիսասպառված, գրեթե մահացած մարդը հազի մի կեր ոտներները քաշտալով գնում են։ Բայց այդ ոտների քաշտալը ընդամենը բորոտների 4 բորոտ քայլելով մի կերպ գնում են։ Աստված այդ ոտնաձայնը դարձրեց հզոր մի բանակի ոտնաձայն եւ այդ աղմուկից ոտնաձայնի թշնամին սարսափեց, վախեցավ ու թողեց լքեց ամեն բան ու գնաց։ Եվ այսովը որ կար Երուսաղեմ վերջացավ ու ամեն բան ճոխ ու առատ եղավ։ Ինչու՞։ Որովհետև 4 բորոտ մարդիկ որոշեցին գնալ թշնամու բանակ ապրուստի միջոց գտնելու։ Եթե դու անգամ քեզ այդ բորոտն ես կարծում, եթե դու անգամ քեզ կրկնում են պլպլացող պատրուկ ես համարում, ջախջախված եղեգ ես համարում, Աստված քեզանից կարող է զորավոր մի անոթ դարձնել, եթե դու Մովսեսի նման ջանաս նրա ներկայության մեջ լինել, ջանաս նրա հետ քայլել, ասել Տեր ես քո հետ եմ քայլելու, եթե դու չես գնալու, ես չեմ գնա, ինչպիսի կանչվածություն էլ ունենաս, եթե քեզ Աստված հանկարծ մի օր կանչի որևէ մի տեղ, որևէ մի լավ տեղ, ոչ թե անապատ, ու դու ուզենաս գնաս, հիշիր մի պարզ բան, որ եթե նա քո հետ չի գա, ավելի լավ է չգնաս, ու դու պայման դիր ու ասա, Տեր, եթե դու պիտի գաս ինձ հետ, ես կգնամ, որովհետև խնդիրը, օրհնությունը ոչ թե գնալու մեջ է, այլ օրհնությունը նրա հետ գնալու մեջ է։ Եթե դու վերջապես կանչվածություն ունես ու ուզում ես գնալ այդ կանչվածության մեջ եւ Աստված քեզ մի տեղ է հրավիրում, դու առաջինը դիմի նրան ու ասա, Տեր ես գիտեմ դու ինձ ես հրավիրողը, բայց ես ուզում եմ ճանաչել քո ճանապարհը, այդ ճանապարհը քոնն է, թե քոնը չի։ Եվ եթե այդ ճանապարհը նրանը չի ավելի լավ է դու մնաս, քան թե գնաս այն ճանապարհը, որտեղ նա չկա, որտեղ որտեղ նա չկա, այնտեղ օրհնություն չի կարող լինել։ Եվ ցանկացած ծառայություն, ցանկացած կանչվածության մտնելուց առաջ կուզենայի, որ ամեն մեկի ցանկությունը սա լիներ։ Տեր իմ Աստված, քո փառքը ինձ ցույց տուր։ Չնայած մենք ամբողջապես նրա փառքը չենք կարող տեսնել, բայց անգամ հետևից Մովսեսը երբ որ տեսավ, այնքան մեծ էր նրա փառքը, որ Մովսեսը ծածկեց իր երեսը։ Թող նրա փառքը մեր նախանձավորությունը լինի, նրա ճանապարհները մեր ցանկությունները լինեն եւ նրա հետ քայլելը մեր սրտի փափագը, մեր բաղձանքը լինի եւ օրհնություններ կգան։ Թող Տերը օգնի, որպեսզի մեզանից ամեն մեկը ի վերջո գտնենք մեր կոչումը, մեր կանչվածությունը։ Այրվող մորենին Աստծո հիմնած, Աստծո ձեռքով ստեղծված եկեղեցի է։ Նրա հեղինակը ոչ ես եմ, ոչ Զավենն է, ոչ Արմենն է, ոչ մեկը չի։ Այդ եկեղեցու հեղինակը առաջնորդը Աստված է, որ այդ եկեղեցին հիմնել է ու դրել է, տեսիլք տվել է, տեսիլք, որ կան իրանց կանչվածությունը առնեն ու գնան մեծ պատգամը Տիրոջ կատարելու, գնան ավետարանելու, գնան ժողովրդին քարոզելու Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում, մինչև աշխարհի ծայրը։ Քո տանը, քո միջավայրում, քո քաղաքում, Հայաստանում, հետո նոր հարակից երկրներում, նոր մինչև աշխարհի ծայրերը։ Շատերը միանգամից աշխարհի ծայր են փափագում, քանի դեռ դու քո Երուսաղեմում
ավետանի պատգամը չես տարածել, քո միջավայրը ամբողջապես չի ընկալել, չի լսել, չի առել Տիրոջ համը, նրա քաղցրությունը, իզուր է մտածել աշխարհի ծայրի մասին։ Նախ վերջապես քո տանը, քո միջավայրում, հետո քո քաղաքում, հետո հայրենիքում, հետո նոր այդ հարակից երկրներում։ Քչերը կուզեն Պարսկաստան գնալ, քչերը կուզեն Թուրքիայում հայտնվել, քչերը կուզեն վերջապես մահմեդական այլ երկրներում հայտնվել, բոլորի փափագը աշխարհի ծայրերն է, որտեղ օրհնություններ կան, բայց ես ասում եմ քեզ, քանի դեռ մենք սրտերի մեջ այդ պատրաստակամությունը չկա մեր միջավայրում, մեր քաղաքում, մեր հայրենիքում կամ մեր հարակից մահմեդական երկրներում ավետարանի պատգամը տալ, ամեն բանի զուր է։ Մեծ բաներ, ասում եմ, մեծ բան ես որոնում, մի որոնի, որովհետև փոքրերի մեջ պիտի հավատարիմ լինես։ Թող Տերը օգնի, որպեսզի ես հավատում եմ, որ այրվող մորենի եկեղեցին դառնալու այն եկեղեցին, որ ոչ միայն ինքը իրան ապահովելու, այլ նաև ուղարկելու ամարտիկ ավետարանի պատգամը տալու, ուղարկելու ամարտիկ այնտեղ, որտեղ գուցե անապատ է, բայց այդ մարդիկ պիտի նախ պատրաստվեն, նախ համաձայնվեն, նախ վերջապես Փիլիպոսի նման պատրաստ լինեն։ Մի հատ ձայն չհանեց, հասկանում եք ինչ է դա նշանակում։ Մեր պատմության մեջ ստեղել վերջապես նահանգներում էլ ամեն մեկին նորից կրկնում եմ, մի հատ ծառայություն ես տալի, այնքան դժվար է այդ ծառայությունից անելը։ Այնքան դժվար է ասել, լավ, այստեղ այդքան ծառայեցիր, հիմա գնա ուրիշ մի տեղ, զերոյից սկսի։ Անկամ եթե մի հատ ավելի լավ ծառայություն ես առաջարկում, էլի մարդիկ դժկամությամբ են համաձայնվում, էլի մարդիկ չեն ուզում, թողնեն այդ իրանց ապահով, լավ վիճակ, որտեղ այդտեղ սովորել են, իրանց համար այդտեղ ապահով է, իրանց համար այդ պայմանը լավ է, նոր միջավայր, նոր պայման ստեղծելու ցանկություն չեն ունենում։ Բայց թող մեր սրտերը բաց լինի Տիրոջ համար եւ Տիրոջ ամեն խոսքը մեզ համար օրենքի պես հնչի։ Եվ եթե մեզ Տիրոջ խոսքը հնչի, որ պետք է վեր կենաս ու գնաս միտեղ, որտեղ ոչ ծանոթ ունես, ոչ բարեկամ ունես, ոչ որևէ մեկին ճանաչում ես, որտեղ Աստծո խոսք չկա, հավատացյալ չկա, մենք կարողանանք լուռ ու մունջ այո եւ ամեն ասել Տիրոջ ասածներին եւ գնալ, որովհետեւ մենք դրա համար ենք կանչված։ Մենք չենք կանչված եկեղեցում վերջապես հանգիստ նստելու, մի հատ հանգիստ մթնոլորտ միջավայր ստեղծելու եւ դրանով ապրելու։ Մենք կանչված ենք, որպեսզի նրա չարչարանքներին մասնակից լինենք։ Նա չարչարվեց, տառապեց, վերջապես գնաց խաչի մահվան, որպեսզի ունենա մեզ։ Ոչ թե ունենա մեզ միայն, այլ որպեսզի մեր միջոցով ուրիշներին ունենա։ Այդ ուրիշների միջոցով ուրիշներին ունենա, ու մենք կարողանանք այդ փոխանցողը լինենք, բայց եթե մենք ամենահասարակ խնդրի մեջ մեր սրտերը փակ ու մենք չենք համաձայնում, մենք չենք կարող պատգամը փոխանցել ուրիշներին։ Երեք ես ասեցի դպրոցի ժամանակ, որ Պողոսը Տիմոթեոսին ասում է, այն ինչ որ ինձանից լսում ես, շատ վկաների ներկայությամբ ուրիշներին հանձնի, որպեսզի կարողանան հավատարիմներին հանձնի, որպեսզի նրանք էլ կարողանան ուրիշներին սովորացնել։ Դու այստեղ ես, որպեսզի մի ուրիշին բերես քո նման, քո կողքին, որպեսզի քո կողքին էլ մի ուրիշին բերի։ Եվ եթե դա սկզբունքով մենք սկսենք ապրել, կարճ ժամանակ կտեսնենք, որ եկեղեցին կլծվի։ Եկեղեցի գնա քո տեսիլքի հետևից, գնա քո տեսիլքի կատարմանը, արքու կանչվածությունը, գտնի, փնտրի, որոնի վերջապես քո կանչվածությունը, եւ երբ որ գտնես, Աստված քեզ համար դռներ կբացի ու դու կգնաս եւ եկեղեցու օրհնությամբ կգնաս։ Գիտեք, մեր եկեղեցին մինչեւ հիմա ունենք մարդիկ, որ գնացել են, բայց դրանցից շատերը գնացել են ինքնակամ, գնացել են իրենց որոշմամբ։ Շատերը գնացել են լավ ապրելու համար, շատերը գնացել են հեղինակության ու փառքի համար, շատերը գնացել են, որովհետև փող կա, որովհետև վերջապես ինչ-որ բան կա դրա հետևից։ Բայց ժամանակն է, որպեսզի մենք առնենք կանչվածությունը եւ եկեղեցու օրհնությամբ գնանք, արձակվենք վերջապես այդ Քրիստոսի պատգամը ու խոսքը տալու համար։ Եվ ես աղոթում եմ, որպեսզի այս ժողովրդի մեջ բարձրանան նրանք, ովքեր կհամաձայնվեն օրհնաբեր, օծված հրաշքների գերբնական վերջապես միջավայրից գնան անապատ ուրիշներին բերելու այդ միջավայր, ոչ թե վայելելու այդ միջավայրը, այլ ուրիշներին առաջնորդելու այդ միջավայր։ Եվ թող Տերը օրհնի, որպեսզի մեզանից ամեն մեկը
այդ ցանկությունը իր սրտի մեջ ունենա ու ամեն մեկս կարողանանք լսել Աստծո ձայնը եւ գնալ նրա կանչի ու նրա ձայնի հետևից։ Բերեք բարձրանանք որդի։